Պարոն Ավինյան, միջ բուն յութին անցնելը, էլ ուզում խոսամ այդ հենաշարժական խնդիրներով երեխաների դպրոցի ավտոբուսների մասին, հոկտեմբեր ամսին հանձնարարեցիք, որ զբաղվեն այդ հարցով աջակցեք, վերջերս գրել էի գրությանը պատասխան եկա, որ դեկտեմբեր 30-ին լինելու է հետադարձ աճուրդ, բայց կարծես թե խոսքը մեկ մեքենայի մասին էր գնում, այնինչ պահանջը 2 մեքենա էր, եթե լուծում ենք, ամբողջական լուծենք, կիսակ չլուծենք։ Պարոն Զարուկյանը ստեղ չի, բայց հուսով եմ կտեսնի, կլսի, որ ոչ միայն իր կողմից մատնացույց արված անձն է վերկացել, կարծես թե գնացել Միացյալ Նահանգներ, այլ նաև ասենք չգիտեմ, Գազկի նախկին պետն է գնացել Միացյալ Նահանգներ, Երևան ավտոբուս ՓԲ-ի նախկին տնօրեններից մեկն է գնացել Միացյալ Նահանգներ, իշխանափոխությունից հետո երևի իր ապահները կզբաղվեն, էլի թե այդ ինչի տենց այդ լավ պաշտոն ունեցող մարդիկ մի օր վերոշեցին վերկենան գնան այս երկրից։ Հիմա բուն բյուջեի վերաբերյալ, այսքան լինի, թե մի բան էլ ավել լինի, կառավարման որակի մեջ է եւ մոտիվացիայի մեջ հարցը, թե այդ բյուջեն ինչին է ծառայում։ Եթե պիտի կուսակցության հետ եւ ձեր աֆիլացված մարդիկ այդ տենդերներն ու բաները շահեն, 150 միլիարդ չլինի, 250 միլիարդ լինի, որակը ինչի լինելու, որովհետեւ բացի որ կա հովանավորչություն, նաև այդտեղ հսկման հետ կապված այնքան գրոշներ եք հատկացնում, որ առանց որակյալ պատշաճ բանի վիճակի ազդվում են շահագործման։ Իսկ բուն քաղաքական խոսույթի մասով այդտեղ անդադ ոնց որ ինչ-որ բան է դարել, ինչ-որ ինքնահաստատման ինչ-որ մի բան, ասել, երբ որ մատնացույց արվում կոնկրետ ինչ-որ սև խոռոչներ, որ սա սենց է ու անհերքելի փաստեր է բարձրաձայնվում, ասում են, բա դուք էլ ես ինչ մարդու հետ եք կապված, ինչ մարդու հետ եք կապված, ընկերներս բազմիցս նշեցին, մի հատ էլ ես հատուկ ընդգծեմ, Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևարյանն է, մենք էլ մասնակցել ենք ընտրություններին, այո, մեզ շատ տարբեր քաղաքական ուժեր սատարել են, բայց եւ Գյումրիում եւ Էջմիածնում հստակ եղած, որ Մայր Հայաստանը ունի քաղաքացիական կոնկրետ աջակցություն, ուզեք դա թե չուզեք։ Հիմա անդրադառնալով այդ քաղաքական հայրեր, մյուս մոտ բազմիցս անդրադարձել ենք, բազմիցս խոսել ենք, մատնացույց ենք արել, 21 թվականի փետրվարն ենք հիշացրել, այդ խարանը, այդ ամոթը, հա, այդ սատարումը թուրք-ադրբեջանական։ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը արդեն Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնում։ Չգիտեմ, այդտեղ ինչ որ ասում եք գուբերնիստ, ես ինչ բան, Եվրամիության անդամակցության process ենք սկսում դուք, իբրև թե այս Հայաստանը դառնալու Եվրամիության անդամ շատ լավ իմանալով, որ դա տեղի չի ունենալու, բայց հեշտ է մարդկանցից էմոցիա գողանալ ազատ վիզային ռեժիմի այդ մասը թափահարելով, մեկ էլ էլի գնում է, մեկ էլ Ալիևից հետո Վլադիմիր Վլադիմիրովիչ իմնեմնիմի սպասիբը, հիմի ով է գուբերնիստը, հա, ուրեմն նայեք մեկ էլ մյուս դրվագներին, առհասարակ, որ ինչ-որ փորձում եք ինչ-որ մեր այգին ինչ-որ քար գցած լիներ տիկնակ եւ պարոնայք իշխանավորներ եւ կոալիցիայի անդամներ, այդ հիշեք տարբեր փուլերում ձեր ասած արած արտահայտությունները, Սարգսյան Արամը ասում էր, որ բան լինի, հանկարծ Արայիկ Հարությունյանին գողանան, մենք էլ Ալիևին կգողանանք, հիմա Արամ Սարգսյանը իրենց տունն է, Իլհամ Ալիևը իրենց տունն է, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում, դե գողացեք Իլհամ Ալիևին, հա, ասում եք, նույն Արամ Սարգսյանն ասպա թուրքերի համբա կգան ասում ատամնաբուժական ծառայությունների։ Այնա արդեն թեթև վազնանշանը տվել է, որ սիմվոլիկ բաներ է լինելու Էրդողանը։ Այդ Մարգարայի կամրջի մոտ մի հատ ատամնաբուժարան սարքեք, այն ատամնաբուժին էլ որ տալ դպի եք սարքել այդ ֆեյք պատարակի ժամանակ, այդ ֆեյք ատամնաբուժին տարեք դրեք ընտեղ, թուրքերի ատամների Հանգիստ Հարգելի գործընկերներ, մի հատ խնդրում եմ լռություն դահլիճում, լռություն, պարոն Քոչարյան, Տիկի Ղարդյան, պարոն Քոչարյան, Տիկի Խաչատրյան,
Պարոն Բեջանյան, Տիկին Խաչատրյան, Տիկին Ավետիսյան, Տիկին Ղարդյան, հարգելի գործընկերներ, հարգելի գործընկերներ, Լրություն, մենք խոսույթի հետ խնդիր չունենք։ հարգելի գործընկերներ, Մայր Հայաստանի հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռեք, ես իմ ասելիքը շարունակեմ։ Պարոն Քոչարյան, Պարոն Քոչարյան, Պարոն Սահակյան, Պարոն Քոչարյան, Պարոն Սահակյան, շշերը հանգիստ թողեք, վсё, նստեք, շատ լավ, ավարտեցինք, Ժորժ ջան, ավարտեցինք, լավ, հանգիստ, շնորհակալություն, վերադարձանք մեր տեղերին։ Պարոն Սուքասյան, դուք մոտ 2 րոպե ժամանակ ունեք դեռ։ Լավ, Տիկին Խաչատրյան, հարգելի գործընկերներ, Տիկին Խաչատրյան, Տիկին Խաչատրյան, շնորհակալություն, պարոն Սուքասյան, 2 րոպե։ Լավ, վсё։ Այդ ատամնաբուժարանը, որ բացեք, Էրդողանը մի օր սահմանն անցնի, այդ բրբսնյակի ծաղիկներով Էրդողանին կդիմավորեք, կտանեք ատամները կբուժեք։ Ձեր կուսակցության անուններ փոխեք, դրեք վիլայետ։ Դուք որ հանրապետությունն եք, դուք վիլայետ կուսակցությունն եք, այդ եք դուք։ Սուտ խոսացողին լիքը բազմակետ, ով որ սուտ է խոսում լիքը բազմակետ։ Մի րոպե, պարոն Սուքասյան, ստիպված եմ ձեր խոսքը ընդհատել, որովհետև դուք ուղղակի սրում եք, էլի հիմա իրավիճակը չարժի, պետք չի առանցնել, տենց միջադեպ ունեցանք։ Խնդրում եմ, բյուջեի մասով։ Սիրելի երևանցիներ, 160 միլիարդ կլինի, 260 միլիարդ կլինի, եթե քաղաքը կառավարվում է, մենք ենք իշխանությունը, ոնց կուզենք այդ փողը կծախսենք, որ փառատոններին կուզենք կֆինանսավորենք, լիլարարներին ու, չգիտեմ, ֆակտորիներին փողեր կբաշխենք, անորակ շինարարության ավարտական ակտերը կստորագրենք, մեկ էլ այդ որ ասում եք բան է, էլի, քաղաքի կենտրոնում ասենք քանի հատ փողոց կա, որ քաղաքի կենտրոնում փողոց կա, որ կարմիր գիծ չկա, մի քանի հատ կա, այն Ավաղ Պետրոսյան փողոցը, Բայրոնը կոնսերվատորիայի մոտ, տեղական փողոցը, տեղեք կարմիր գիծ չէր, ոնց այդտեղ կանգնողները փող չտան, հələ եկեք դուք էլ վճարեք։ Հիմա այս փաթեթով էդ էլ անցկացրեցի, որ էլ ավելի շատ փող գա կարմիր գծերով, հա։ Ու առհասարակ էլ եմ ուզում կրկնել, նախորդ տարվա բյուջեից շուտ 40 միլիարդ դրամով ավելի բյուջե ունեցավ Երևանը 25 թվականին։ Եթե որից է մեկի համար այդ 40 միլիարդը տեսանել է, ես շնորհավորում եմ նրան այդ կապակցությամբ։ Ինչ վերաբերում է, որ թմբկահարում եք բակեր, մյուս եւ այլն, նախկինում կառավարությունը պատվիրակել է, հիմա էլ ասել են, այնա կգնաս շինթույլտվություն կտաս, մեկ էլ բանա, գույքահարկը բարձրացրել ենք, փողի խնդիր չեք ունենալու, գնացեք շինարարություն արեք, այսինքն այդտեղնես չի առանձնապես քաղաքի բիզնես միջավայրն է զարգացել, քաղաքի կենսամակարդակն է լավացել, իհարկե ոչ, դրա արդյունքում չի այդ փողը այդքան գալի լցվում, ընդամենը հարկերի եւ տուրքերի թանկացման Երևանցու գրպանը մտնելու հաշվին։ Զինա Չալիկյան, Արմեն